Բարեձեզ ներողություն լրագրողներից փոքր ուշքսելու համար։ Ասեմ, որ այսօրվա մեր թեման է դիակեզարանների անհրաժեշտությունը Հայաստանում։ Մանախոսներն են հոգեբան Իրինա Տատունյանը և սակավակ Արման Սաֆարյանը։ Երևի թե խոսքը տրամադրենք հոգեբանին Իրինա Տատունյանին, սկսենք այնտեղից, որ 2006 թվականի փետրվարի 27-ին օրենք ընդունվեց դիակեզարանների արտադրությունը Հայաստանում, սակայն մինչ այժմ չի գործում դիակեզարաններ, որքանով որ տեղյակ ենք։ Ինչու՞մն է խնդիրը, հոգեբանական է, ֆինանսական է, քանի որ ինքը ֆինանսապես է մեծ ֆինանսներ են հարկավոր։ Ուրեմն շատ ուրախ եմ, որ դուք ասացիք այդ 2006 թվականի մասին, որովհետև ես էի պատրաստվել այդ թիվը ասելու և շատ ուրախ եմ, որ արդեն մենք տեղյակ ենք այդ թվին։ Ինչի չկառուցվեց ըստ երևույթի դիակեզարանի կառուցումը դա մեծ գումարներ է պահանջում, որի ներդրումը պարզ է այսօր մեր արդի պայմաններում ըստ երևույթի մեր պետությունը չունի, քանի որ ունի շատ ավելի ուրիշ այսօրվա տեսակետով արդի պրոբլեմները ծածկելու համար։ Սակայն նաև կա հոգեբանական կողմը, որովհետև ըստիս մեր ժողովուրդը դեռ պատրաստ չի դիակեզարաններին, որ դիակեզարան լինի Հայաստանում և պատրաստ չի իր հանգուցյալին այդ ձևով հուղարկավորությանը։ Դրա այդ երկու բաների պատճառով մենք այսօր չունենք դիակեզարաններ, ըստիս։ Խոսքը տրամադրենք դատավար Արման Սաֆարյանին, խնդրեմ։ Այդ թիվը միանշանակ է պես է, որոշումը օրենսդրությամբ եղել է, որ պետք է Հայաստանի Հանրապետությունը ունենա դիակեզարաններ, բայց ինձ թվում է պատճառը ոչ թե զուտ նյութական է, այլ ավելի շատ հոգեմտավոր պատկերացումների հետ է կապված ժողովրդի, որոնց մենք գիտենք, որ հայ ժողովուրդը ունի դարավոր պատմություն, մեր դարավոր պատմությունի հետ ունի նաև հոգեմտավոր պատկերացումներ աշխարհայաց, որը ձևավորել է քրիստոնեական աշխարհը, քրիստոնեական կյանքը։ Իմ կարծիքով առաջնահերթ պատճառը այն է, որ Հայաստանի Հանրապետությունում ապրում են բոլորը հայեր են, 97%-ով ապրում են հայեր, եւ այդ հայերը տեսել եւ լսել են միայն քրիստոնեական ավանդական թաղման կարգը, տիսակարգը։ Այդ էլ պատճառն է, որ չի ֆինանսավորվում այդ գործընթացը։ Ինձ թվում է, եթե Հայաստանի Հանրապետությունը պատրաստ լիներ դրան, միանշանակ եվրոպական Եվրոխորհրդի բոլոր պետությունները միանշանակ կողմ կլինեին, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը ունենա դիակեզարան, որովհետև ինչպես գիտենք, Եվրոխորհուրդը ամեն ինչ անում է, որպեսզի արժե համակարգը միատարր լինի։ Այսինքն խնդիրը հոգևոր է, այդ է պատճառը, որ չի ֆինանսավորվում։ Այո։ Տիկին Զատուրյանի շկասեք։ Ինչ խոսք մեր հայ առաքելական եկեղեցու պատմության և աստվածաշնչի, որը հիմա մենք բոլորս երևի սրբությամբ նայում ենք այդ գրքին, դեմ ոչ ոք մեզանից չի կարող լինել, և նրանք, ովքեր որ հավատում են Աստծուն, մեկը ես ձեր խոնարհ ծառան, և նրանք, ովքեր որ չեն հավատում Աստծուն, սակայն մենք այսօր ունենք շատ հետարքիր աշխարհը անընդհատ փոխվում է։ Մենք սկսում ենք ունենալ նոր պրոբլեմներ։ Մենք սկսում ենք ունենալ պրոբլեմներ հող չունենալու, տարածքներ չունենալու, գումարները սակավանալու, որովհետև դիակեզարանները հաշված են, այո, իրենք ասենք թե հիմա երևի եկեղեցիականը կասի հողեր, հողդարար և դա է ամենագլխավոր առանցքը, դիակեզարան չկառուցելու, սակայն գիտեք, մենք հող արդեն չունենք, մենք ունենք գերեզմանոցներ, օրինակ համար սովետաշնի գերեզմանոցը, որտեղ այդ սողանքների պատճառով իրենք բացվեցին և չգիտեմ, դա իհարկե շատ է, որ երիտասարդի աուդիտորիան և պետք չի բաները տեսնել, բայց ինքը շատ ծանր տեսարաններ, որտեղ ես այնտեղ ունեի բարեկամներ և ես չեմ կարող համեմատել այն էմոցիաները, որը ապրում ես, երբ որ տեսնում ես այդպիսի բաներ։ Լինում են դեպքեր, երբ որ ջրերը, ասենք թե եթե քիչ է հողը, ջրերը տանում են գերեզմանոցները և նույնպես ասենք թե այդ բոլոր դագաղները և բաները բացվում են։ Եվ ամենաբաներից մեկը, որ ուզում է ասել, տեսեք, ես հիմա որ գալիս էի հաղորդմանը, որ ինձ համար շատ կարևոր է, ոնց որ և ցանկացած ելակետի կողմից պատրաստված ասուլիսը, գիտեք ինչ է հիշեցի, երբ որ մեծարգո, շատ հայտնի հայերը մահանում են դուրսը,
իրենց աճուներն են բերում, դա ընդունվում է բոլորի կողմից, բայց եթե տեղացուն է դա վերաբերվում, ես այդ ուրեմն իրանք ինչ քրիստոնյա չէ, ես չեմ հասկանում, որտեղ է, այսինքն ինչից է դա գալիս չէ, եւ մենք հիմա ունենք մի ստվար բանակ մեր հայրենակիցների, որոնք գտնվում են դուրսը եւ որոնք ասենք թե կտակում են թաղվելու իրենց Հայաստանում, չէ, եւ նույնպես իրենց աճուները այստեղ բերվում է եւ հուղարկավորությունը Աջունափոշին, այո, բերում է եւ հողակա այդ կարող եք բանջան, ես ռուսախոս եմ, կարող է երբեմն սխալ ասել։ Աջունը որպեսի աջունափոշի։ Հա, լավ, եւ այդ դեպքերում, չէ, այդ դեպքերում մենք դա ընդունում ենք։ Եվ եթե ասենք թե չէ մեր մոտ ասենք թե դա հասարակության կամ ասենք թե տարբեր մակարդակների կողմից դա չընդունվի, ուրեմն մերնողի վերջի կամքա, ուրեմն նա չի կարող ի կատարածվի։ Հասկանում եք, այնքան այսօր ժամանակը փոխվում է, ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ ճիշտ ասած մենք իբրև հին ազգ շատ վաղուց ընդունած քրիստոնեություն եւ դա իմ աշխատանքի շատ զգալի մասն է, մենք փոփոխության շատ դժվար ենք գնում, մենք գիտենք Եվ դրա ցանկացած հարցում ուզում լինի այն տրադիցիաների, որը ամեն մի մարզը ունի, դա ուրիշ թեմա է, ուզում այն ինչ-որ բաների մենք դժվար ենք փոխում, բայց ճիշտ առաջ գնացող մարդը այս սիտուացիայի եթե ապրում է, նա եւ իր ազգը, եթե մենք խոսում ենք ազգային մասշտաբով, եւ իր ազգը եւ իր պետականությունը նա շատ ավելի լավ ունի հնարավորություն պահելու։ Այստեղ իհարկե դիակիզարանները ունենալ չունենալուց մենք ուրիշ թեմա ենք բացում, իհարկե հիմք ունենալու, բայց իմ տեսակետը դե արդեն երևի հասկանալի է, որ դա է։ Եվ մի հարց, այսինքն Գուցե Սարգսակը եւս արձագանքի դրան, դա։ Հա։ Շնորհակալություն, մի քանի կետեր կարող ուզանայի նշել։ Ծատուրեմ։ Տիկին Ծագինյանի կապված։ Ուրեմն նախ հայացքները փոխելու հետ կապված, մենք արդեն բավականին փոխզիջումներ ունեցել ենք փոխելու հետ կապված։ Երկրորդ մենք գիտենք Փոխզիջումների որտեղ ներողություն։ Արժե համակարգներ, հայեցի մտածելակերպումներ։ Որոնք են փոխզիջումները, եթե կարելի է։ Իհարկե կարելի է։ Այսօր երիտասարդության շրջանակներում շատ լուրջ ուրիշ թեմաներ կան քննարկվող, փոխնախմարություն, չգիտեմ, ավելի շատ թմրամոլության հետ կապված եւ այնտեղ շատ ավելի ուրիշ խնդիրներ կան, բայց այս խնդիրներին արձագանքում ենք մենք փոխզիջելով։ Ինչու, որովհետեւ աշխարհը մտածում է ազատ, մարդը ունի ազատ կամք եւ մտածում է այնպես, ինչպես ուզում է։ Այսինքն մարդկային մտածելակերպը ավելի եսակենտրոն է դարձել։ Այսինքն ներողություն փոխզիջել, այսինքն ինչ։ Փոխզիջել մենք արժե համակարգային փոխզիջում ենք գնացել։ Մենք ունենք հայկական մտածելակերպ։ Այսինքն թմրամոլության հարցում կոնկրետ։ Ինչ փոխզիջում։ Թմրամոլությունը որպես փոխզիջում է։ Այսինքն որ քվիրակալի խոսել այդ մասին բարձրաձայն է։ Ոչ թե դրա մասին խոսելու մասն է խոսքը, այլ այդ կողմ շրջվելու մասին է խոսքը։ Ընկալելու, ընդունելու։ Իրենց արածը մենք նույնպես կրկնելու մասին է խոսքը։ Մենք ունենք տարբեր հարցերի տարբեր պատասխաններ հայկական։ Նույն ամուսնության պարագայում, չէ՞։ Մենք ունենք խնդիր այսօր, որ ճիշտ է այս թեմայի հետ կապված հարկ չէ որ նշել, բայց եթե դուք ուզում եք բարձրամանալ, ես պետք է ստիպված նշեմ։ Չէ, նշեմ։ Ունենք օրինակ ուսուցչության խնդիրը, չէ՞, Հայաստանի Հանրապետությունում։ Կան հիշում եք երևի 2008 թվականին, երբ որ աղջիկներ, մի խումբ աղջիկներ հավաքվեցին բժշկական համալսարանից, տարան կարմիր խնձորը թաղեցին գերեզմանոցում, այսպես դեպքեր են ունեցել։ Ինչի հետ է այս ամենը կապված։ Կապված է նրա հետ, որ մենք շատ բաների արդեն սկսել ենք ուրիշ հայացքներից նայել, ուրիշ դիրքերից նայել։ Իսկ այդ ուրիշ դիրքերը կապված են մեր հարաբերությունները դրսի աշխարհի հետ։ Մեզ անընդհատ դիպում են։ Այ օրինակ կրթամակարդակը։ Մենք ունենք մեր իսկական դպրոցը, որտեղ ես սովորել եմ, որտեղ մենք շատ ավելի լավ կրթություն ենք ստանում, քան հիմա, երբ որ մենք ունենք արդեն եվրոպական կրթական համակարգ, ֆինանսավորված եվրոպական պետությունների կողմից։ Արժե համակարգի փոփոխություն ասելով ես նկատի ունեի սա, ոչ թե մտածելակերպը։ Իսկ ինչ կապված է սողանքների, չգիտեմ, գերեզմանների բացվելուն, ջրին խառնվելուն, այս ամենի հետ մեկտեղ կա մի ուրիշ պրոբլեմ հակառակ պարագայում։
Եթե մենք ունենանք դիակիզարան, խնդրում եմ հարցին նայենք գիտականորեն, ոչ թե զուտ խոսքի մակարդակով։ Եթե մենք ունենանք դիակիզարան, մենք ինչ վտանգ կարող ենք ունենալ։ Ես ուղղակի ուզում եմ մեջ բերել Մինսկ քաղաքում տեղի ունեցած սոցիալական հարցումը, որի արդյունքները ինչ են տալիս մեզ։ Ուրեմն Մինսկում օրական միջինը մահանում է 43 մարդ։ Այդ մարդկանցից 30%-ը դիակիզվում են։ Մենք օրգանական նյութերը այրելիս այսպիսի երևույթ է տեղի ունենում։ Օրգանական նյութերը երբ որ դարձնում ես անօրգանական, արտադրվում է սնդիկաթթու, որոնք շատ վնասակար են առողջության համար։ Այս սնդիկաթթուն ամեն մարդու պարագային կազմում է 0.04%։ Իսկ սնդիկաթթուն, եթե չգիտեք, ասեմ մկնդելից մոտավորապես 80% ավելի ուժեղ է եւ տարածվում է վայրկյանում 6 կիլոմետր մի գրամ սնդիկաթթուն։ Այս սոցիալական հարցման արդյունքները բերում են նրան, որ եթե Մինսկում օրինակ բոլորը դիակիզվեին, 43 մարդ դիակիզվեր, մոտավորապես 3 տարուց Մինսկ քաղաքը եւ գրեթե ամբողջ բելարուսական պետությունը ենթարկված կլներ թունավորում։ Այս մեկ։ Երկրորդ ես կարող եմ նաև շեշտել, որ եվրոպական պետությունները միանշանակ ստեղծել են այնպիսի ֆիլտրական համակարգեր, որոնցում այդ խնդիրը չի սպառնում, որոնց պարագային խնդիրը չի սպառնում, դրանում խնդիր չկա։ Բայց այստեղ կա մի բան։ Ուրեմն եթե տեսել եք դիակիզում, ես այս թեմայից գալուց առաջ ես փորձեցի նայել ինտերնետով տեսնեմ ինչ է տեղի ունենում, նաև ընթերցեմ։ Ես տեսա, որ դիակիզելու հետևանքով ամբողջ մարմինը չի նախ որ վառվում է։ Մնում են ոսկորներ, որոնք հնարավոր չի այրել։ Այդ ոսկորները աղում են, լցնում են այդ այրված փոշու վրա եւ դնում են սափորի մեջ, ինչպես դուք նշեցիք։ Ներողություն, իրար ինտերնետով չեք նայել, ասենք թե երբ որ դագաղը հանձնում են հողին, հետո քանի որ թե մեջ է պտտվում։ Գիտեք, եւ այն ինչը դուք ասում եք Մինսկի, այո, դա ինտերնետային բաներն են եւ դա դրանք ինտերնետային չեն, Մինսկի սոցիալական հարցում։ Բան չունեմ ասելու, դա ինտերնետում էլ կա, իհարկե, եւ դրան ես ուզում եմ, ուրեմն քանի որ ես էլ եմ նյութին ծանոթացել ստեղ գալուց առաջ, ուրեմն հիմա կա երկու խոշոր բաներ, հա, որոնք որ հողին են հողարկավորում, դա մեծ կառույցներ են, եւ որոնք որ դիակիզարաններում են կատարում այդ բանը։ Ուրեմն հողին հանձնելը շատ ավելի թանկ է եւ տերերը այդ օֆիսների իրենք շատ ավելի փող են աշխատում։ Դրանք նաև այդ բոլոր փաստերը, որոնք դուք բերում եք, դա գալիս է նրանից, որ իրենք ուրեմն այդ բոլոր բաները տարածում են, այդ նյութերը, որպեսզի մարդիկ չգնան դիակիզամանը, որը որ համարյա թե 10, նայած որտեղ 10-15 անգամով էժան է ազգաբնակչության համար եւ շարունակեն հողարկավորել այդ բոլոր սնդիկների եւ բոլոր բաների պատմությունները։ Նույն սնդիկը հողի մեջ է, չէ՞ մնում, երբ որ մարդը թաղվում է։ Ինչ տարբերություն։ Ասեք։ Կա նաև հարցի կենսաբանական ասպեկտը, ուրեմն այսպես։ Մարդուն երբ որ թաղում են, մարդու մարմինը կազմալուծվում է մոտավորապես 50 տարվա ընթացքում։ Մարդու մարմինը երբ որ կազմալուծվում է, մարդու մարմինից մնում է միայն ածխածին։ Սնդիկաթթուն կա նաև հողի մեջ։ Հողը ինքը դրա կարիքը ունի, որ վերցնի աճումից։ Այսինքն խնդիրը հետևյալն է։ Միակ խնդիրը, որ կարող է լինել հողին հանձնելուց հետո, դա նաև որ կարող են լինել արտիզան ջրեր, որոնց կարող է խառնվել այդ կազմալուծված օրգանը։ Ում եք խմենք այդ ջրեք մեր այգիները։ Բայց կա հետևյալ մտահանգումը, եթե լինի անտառապատ տարածք մոտավորապես 20 մետր երկարությամբ գերեզմանից մինչև բնակելի տարածք, այդ խնդիրը մեզ չի սպառնում։ Հիմի խնդիրը հետևյալն է, մեր սխալ օգտագործելու հետևանքով է, որ մենք այս խնդրի առաջ ենք կանգնել, թե իրականում պետք է այս ավանդույթը փոխել։ Ես կարծում եմ, որ բնականաբար մեր սխալ օգտագործելու պարագային է, որովհետև եթե ես էլ եմ ծանոթ ճիշտն ասած, որ Թոքմախի գերեզմանում մարդիկ կան, ասենք հեկտարներով հողեր են առնում եւ իրենց ընտանեկան հողեր են պատրաստում։ Ավելի լավ չի, որ մենք մեր կառավարության դիմենք, որ իրենք ավելի հստակ ու ճիշտ աշխատեն, քան թե մենք գնանք ու ինչ-որ բան բերենք փոխենք, երկրորդ թանկացման հետ կապված։ Նախ ասեմ, որ նման բան գոյություն չունի, որ ավելի էժան եմ զգում, ես նայել եմ
պաշտոնական տվյալներ, Իսկ բոլոր տատիկներն են, գիտեք, Մոսկվայում տես թաղված, բա ոնց անենք։ Դուք նայեք, իսկ ես դրա մեջ մեծացել եմ։ Ասեմ իմանա, գիտեք ինչ է Ժանին նստում։ Ես կարելի ավարտել։ Հա իհարկե, չէ, ես էլ Այո, ես իմ տվյալը Լոնդոնից է ու ականատեսի աչքերով տեսած։ Ուրեմն Լոնդոնում մեկ մարդը դիակիզելու համար անհրաժեշտ է 2000 ԱՄՆ $, որպեսզի մեկ մարդուն դիակիզեն։ Որից հետո պետք է առնեն հատուկ կազմով սափորներ, որոնք անհրաժեշտ են եւ այլն $800 դրանք են։ Եվ այդ տեղը նույնպես որ հարկացվում է, ավելի բնականաբար ավելի քիչ տարածություն է հարկավոր լինում թաղելու համար։ Մարդիկ կան ընդհանրապես չեն թաղում, ուրիշ սրանից ճյուղավորում է եղել, որ մարդիկ այդ սափորում նրանից հետո չեն թաղում, տանում են տուն։ Եվ պահում են սրբության նման։ Այսինքն մահացածի մարմինը ընդհանրապես չի հանձնվում փողին։ Եթե այսպես անեն, բնականաբար ասենք տեղի փող չեն տա ու հնարավոր է որ ավելի քիչ լինի, մի քիչ լինի։ Բայց Հայաստանի Հանրապետությունում ես ինչքանով որ գիտեմ, կա շատ հստակ թաղման կարգերը կազմակերպելու ձևեր եւ միջոցներ, ինձ թվում է դուք դրանց տեղյակ եք։ Այո։ Եւ դրանք Երևան քաղաքում չեն գերազանցում գրեթե 1000-1500 $։ Տեղը հիմա արժի մինչև 5-ից 10,000 $։ Դուք չգիտեք դրա մասին։ Ինչի գնանք Անգլիա, երբ որ մենք Հայաստանում լիքը փորձենք անելու։ Դուք վերցնում եք ամերիկյան եւ եվրոպական փորձը բնականաբար, երբ որ դուք Հայաստանի Հանրապետության տվյալներ ես խոսում եմ տեսակետի մասին, Ամերիկայի մասին ես չհանեցի, Եվրոպայի մասին նույնպես։ Ես գալիս եմ, ես այն տեսակետին եմ դավանում, որ մենք պետք է այսօր արդի պայմաններում պետք է ունենանք երկու տարբերակներ պետք է ունենանք, ինչը կընտրի մեր մարդը, մեր ժողովուրդը, հայը, թող դա էլ լինի։ Ես դավանում եմ այդ տեսակետին։ Իսկ ինչա կատարում Անգլիայում, Եվրոպայի ամենաթանկ երկրում։ Գիտեք, այդ օրինակները բերելը, չգիտեմ, ինձ թվում է դա ուղղակի կոռեկտ չի, դա չի համապատասխանում իրականությանը։ Բայց չէ՞ որ գինը չի միայն խնդիր, չէ՞ տարածքը նաև խնդիր է։ Եթե տարածք չկա Հայաստանում, ինչ անենք այդտեղ։ Իսկ ով է ասում որ Հայաստանում տարածք չկա։ Որտեղ եք տեսել որ Հայաստանում տարածք կա։ Խնդրում եմ ասեք մի տեղ Երևան քաղաքից դուրս, որտեղ գերեզմանի համար հատկացված տարածք չկա։ Տարածքը կա, բայց տարածքը լիքը։ Եվ Տարածքը լիքը չի։ խնդիր կա, որ արդեն ճանապարհների հաշվին են գնել։ Ալավերդի գնացող գերեզմանոց երբեք վերջին անգամ տեսա։ Ես Ալավերդի գերեզմանություն չեմ եղել, անկեղծ ասած, բայց եթե մենք օրինակ ես եղել եմ տարբեր գերեզմանոցներում, ի պաշտոն է, եւ տեսել եմ որ կան ժողովուրդը ոչ թե տեղի համ տեղ չունի, այլ լավ տեղ չունի։ Այս խնդիրը կա է ժողովուրդ ջան, եկեք այդ նոր բաներն էլ ուշադրի ունենք, որովհետեւ այդ նոր բաներից է ամեն ինչը կախված։ Մարդիկ գերեզմաններ կան, հատից մի քանի սենյականոց բնակարանի տեսքն է։ Ինչ պարտադիր է որ տեղը չգիտեմ, այնքան շատ լինի, որ մի փոքր տարածք մարդուն ուղղակի տեղավորելու համար բավական չի, բայց նորմալ է Երևանի մայրաքաղաքի շուրջը այդ մեծ ծավալով գերեզմաններ։ ինչքան է այդ մեծ ծավալը, Երևանի քանի տոկոսն է, գիտեք։ Քանի տոկոսը տոկոսը չի։ Ոնց Գերեզմաններում արդեն հին պրակտիկական շրջանի գերեզմանների վրա փորում են նորից մարդուն թաղում, այդ նորմալ է։ Այո։ Քրիստոնեական եկեղեցում գոյություն ունի կանոնագիրք, ըստ այդ կանոնագիրքի կարող են 150-ից 200 տարվա գերեզմանի վրա նորից գերեզմաններ կարող են տալ։ Ինչի չեն օգտագործում այս ամեն ինչը։ Պեղումներ են անում, որտեղ 200 տարի հետո ինչ պեղում են անում, ուրարտական գերեզմանում պեղում են անում։ Այդ ուրարտական գերեզմանի պեղումները 2006 թվականից ավարտված են։ Ես հիմա Երևանում եղած, չգիտեմ եւ այլն, այն տեղերում եղած պեղումները որ լինում են, ես հիմա այնտեղ պեղում չեմ տեսել։ Ու ասեմ Կարմիր բլուրը գերեզման է հիմա։ Կարմիր բլուրի ներքևի հատված ամբողջությամբ գերեզման է։ Հա, բայց Կարմիր բլուրը ինքը գերեզման է։ Մենք խոսում ենք գերեզմանի տարածքի մասին, ոչ թե փոխշրջակայքի։ Գերեզմանը եկել է հասել է Կարմիր։ Գայդե մի բան է, էլի, ասենք եթե փողը իր փող դարձարը, եթե մոխիր տեսքով է փող դառնում, տանում են մոխիրն են թաղում, չի լինում հող։ Դե դուք ժամանակ տրամադրեցիք որ սկսեինք այն տեղից որից որ պետք է, մենք Խնդրեմ համեցեք։ որը որ իմ կարծիքով երկրորդ երրորդական տեղը։ Խնդրեմ դուք անդրադարձեք։ Ուրեմն հողերի հող դարձար այս բառերի նախ մեկնաբանման մեջ խնդիր կար, եթե մենք ասում ենք ինչու չբառերն են տարել։
Մենք գիտենք, որ քրիստոնեական եկեղեցին ճիշտ է դրա ակունքները հրեությունն է, հրեական մովսիսականությունից է գալիս։ Մարդիկ մտածում են, որ մարդը երբ որ մահանում է, մի ոսկոր կա եւ դա իրականում այդպես է, կոչվում է loose bone։ Ինչ այդ ոսկորը, loose bone։ Հարության ոսկոր հայերենով այդպես է թարգմանվում։ Ուրեմն մարդը դա 7-րդ ողի մասին է խոսքը։ Մարդը այդ ողից պետք է հարություն ունի 30 տարեկան հասակում, որտեղ Ադամը ստեղծվել էր 30 տարեկան։ Կատարյալ տարիքն է դա մարդկային։ Եթե մենք ասում ենք մարդը մահացավ, մենք նկատի չունենք, որ մարդը մահացավ, այլևս չի կենտրոնանում։ Մենք հավատում ենք Քրիստոսի երկրորդ գալստին եւ մարդու հարությանը նովին մարմնով, նույն մարմնով։ Իսկ կազմալուծումը հողի հետ դա շատ բնական է եւ մենք ասում ենք, որ մարդը չի մահացել, մենք ասում ենք ննջում է։ Չէ՞, ննջեցյալ, այս բառը բոլորիս։ Իսկ հոգեբանորեն ինչքանով է համապատասխանում կամ, չգիտեմ, նորմալ մարդ, որ նայում եք այսպես, ինչքանով է համապատասխանում այրված մոխիրը ննջած մարդու հետ։ Կամ հոգեբանորեն, եթե անդրադառնում ենք այս հարցին, մարդը թաղում է իր ննջեցյալին, տեսնելով այդ մարդու դեմքը, տեսնելով այդ մարդու ննջած հայացքը, տեսնելով այդ մարդու, չգիտեմ, ամեն վիճակները, հա։ Իսկ այդ մարդու համար բարոյական մեծ վնաս չի, որ այդ մարդու մոխիրն է տեսնում հողին հանձնել։ Բայց երբեմն նաև փակ, ասենք, Իսկ եթե մարդին տած։ Հա, երբեմն լինում է, բայց եթե այդ մարդուն սպանել են, եթե այդ մարդը գնացել է բանակ, այդ ինչ-որ ռումբից տրաքել է, այդ դեպքերում են փակված մոնոպոլիզմանը։ Տեսել եք ուրիշ որ։ 7-րդ ողը չի ոչնչանում, մնում է միջև հարությունը, հա։ Այդ ողը չի փտում։ Չի փտում։ Ոչ, այդ ոսկորը փտման ենթակա չէ։ 500 տարի հետո է չի։ Ներեցեք, իսկ դիահերձմանը կողմ է եկեղեցին թե դեմ։ Եթե Կանոնաչափով դեմ է, բայց քանի որ դիահերձումը պետք է օրինական հարցերի, իրավական հարցերի պատասխանելու համար, բնականաբար չի կարող դրավել։ Բայց դեռ գնաց չէ փոփոխությանը, չէ՞, դեռ գնաց չէ փոփոխությանը։ Երբ որ մենք հասկանում ենք, որ մարդը մահացած է, առաջ մարդիկ բնականon ճանապարհներով էին հիմնականում մահանում, հա, երբ որ Սուրբ Գիրքը գրվում էր եւ դրանից մի քանի դար հետո։ Հիմա հազար տեսակի թունավորումներ, եսիմ սպանություններ, այսինքն եկեղեցին փոփոխության գնաց այս դեպքում։ Ներեցեք, բայց կային արժեքավոր փաստարկներ, որ պետք է գնալ։ Դուք այստեղ, երբ որ մենք խոսում ենք, ես դեռ հազար անգամ կներեք էլի։ Ես չեմ տեսել ինչ-որ ամենալուրջ փաստարկ, որի համար անհրաժեշտություն ունենք։ Դե ճիշտ ասած, ես էլ չեմ տեսնում ձեր ասածների մեջ, ուրեմն փաստորեն ստացվում է, որ մենք ուղղակի դե լուրջ չի, ոչ, ասեք, դե դուք ընդհանրապես ասում եք Սուրբ Գրքի մեջ ինչ է գրված։ Սուրբ Գրքի մեջ գրված է, որ գիտեք ոնց, մենք իրար պետք է սիրենք, մենք իրար պետք է չխարենք, բան չեմ ասել դեռ։ Դուք հողի դառնաք, հարցրեք ես մեկնաբանեցի, դեռ ոչինչ չեմ ասել։ Դե դրա համար, եթե դուք համարում եք, որ իմ բերած փաստարկները լուրջ են, ես ոչ մի բան չեմ կարող։ Ես դեռ համարում եմ, հազար անգամ կներեք, ես դեռ նկատի չունեմ, ես ձեր դեմ չեմ ասում, ես ասում եմ այն փաստարկները։ Եթե նույնիսկ իմ դեմ լինեք, դա ինձ չի հուզում, որովհետև ես գաղափարին եմ ծառայում, դուք չգիտեմ ինչ։ Ես էլ եմ գաղափարին ծառայում։ Բայց դուք չեք ասել, որ ինձ դեմ եք, եթե գաղափարին եք ծառայում։ Դե դրա համար մեկնաբանեցի։ Լավ, երեքի հարցեր ունեք, խնդրեմ հանեցեք։ Ճիշտ ասած, ես այդ բանը մի քիչ քանի չպատկերացի, եկեղեցին նորմալ է վերաբերվում ընդունում հնարավորությունը, բայց երկրի գաղափարը չի կարող ընդունել։ Տնամոլության օրինակը պրոստը եկեղեցին կա։ Այդ բանը։ Այս տնամոլության Փոխանցում որպես փոխիչ փոխիչում մոտնալ տնամոլության գաղափարին քան դիարակիզը։ Որպես հիվանդություն է։ Չէ, այսպեսի բան չեմ ասել։ Գաղափարը ինչպես հասկացվեց։ Չէ, դուք ասացիք մենք որոշ ակցիայում արդեն գնացել ենք։ Բայց այդ եկեղեցու հետ կապ չունենք, մենք ես արժե համակարգի մասին չի խոսքը, որ դուք ձեր անունից եք խոսում, թե եկեղեցու։ Ժողովուրդ ջան, այս հարցի վերաբերյալ հայ առաքելական եկեղեցին չունի կոնկրետ դիրքորոշում։ Ինչու չունի, որովհետև այս խնդիրը մեր համար դեռ համահայկական չի։ Իսկ մեր եկեղեցին ազգային եկեղեցի է եւ պատասխանում են հարցերին, որոնք արդեն ծառացած են ամբողջ հայության առաջ։ Իսկ այս խնդիրը աշխարհում այդպես են էլի անում, այսինքն նույն հայերը մենք այստեղ 3 միլիոն ենք հաշվարկի, այնտեղ
միլիոնից ավել հայերն եք, որոնց այրում են ու բերում են այստեղ դուք էլ գնում եք մասնակցում եք այդ հողարկավորությանը։ Մենք չենք գնում։ Կներեք, Մենք գերեզման չենք թաղավանցիվանի եւ դուք էլ այդտեղ քահանաները կամ դիակիզված աջունին գերեզման ենք ընկել։ Հնարավոր բան չի։ Հնարավոր չի, հնարավոր տան կարգ են անում, ես ասեմ, ռուս եկեղեցին, կաթոլիկ եկեղեցին եւ հայ եկեղեցին։ Մնացածը ճիշտ ասած չեմ նայել։ Այս եկեղեցիները ունեն հստակ դիրքորոշում։ Եթե պիտի դիակը դիակիզվի, պետք է դիմել հոգևորականին մինչև դիակիզելը։ Պետք է գա տան կարգը անի, տանը մինչև գերեզման տանը գործունի կարգ։ Այդ կարգը անի, եկեղեցու կարգը անի եւ վերջ։ Գերեզմանը չի կնքվում, նման բան հնարավոր չի։ Ես դες ամենայն հստակությամբ ասում եմ։ Ու պատասխանատու եմ։ Իսկ գերեզման չի գնում։ Ոչ։ Հոգեհանգիստ լինում է։ Իսկ հոգեհանգիստ լինում է։ Ժամանակ էր, որ հոգևորական այդ տան կարգան, այնց այդ ժամանակ ասում, որ կարևորը հոգին է եւ նա ֆիզիկական մարմինը եւ նա այլևս ուսրացած ֆուտիարի պես մի բան է։ Հիմա եթե դա այնում են ինչ է ֆուտիարի նման մի բան, եթե այդ մարդու վրա արել են մկրտություն, եթե այդ մարդը ստացել է սուրբ հաղորդություն, այդ ինչպես եղավ, եթե այդ մարդը սուրբ հոգու տաճար է, այդ ինչպես եղավ, որ հոգին է, հոգին համբարձվում է եւ նա ապրում է հավերժ, բայց մարմինը այլևս ոնց որ եղել է պարզապես նրա հոգին, որտիսի գրի հոգի։ Լավ է, տեսակ հաստատ չէ։ Այդպես է մուտիթարանք։ Գիտեմ, որ ասում են, որ ասում են կարևորը հոգին է եւ բնականաբար կարևորը հոգին է, ոչ մեկ դրա դեմ երկրորդ կարծիքով չկա այստեղ։ Բայց մարդը մարմին է։ Մարդը երրանաց կազմություն ունի կամ երկմաս չգիտեմ գիտական ոչ ուղի մասով, որ ոնց կմեկնաբանեն, կամ մարմին հոգի բանականություն կամ մարմին եւ հոգի, չգիտեմ ինչպես կուզեք, բայց մարդը կա բաղկացած է սրանից, չէ։ Սա մարդու բաղ։ Դա կենթանության օրոք է, այո, այդպես, բայց մանրամասն դա։ Բայց այդ մարդը նորից նույն առումով պետք է հարություն անի։ Քրիստոսի երկրորդ գալուստին պիտի սպասի։ Կամ լավ, ասեք։ Չէ, ասեք, վերջացրեք խոսքը։ Կամ սուրբ հոգու տաճար լինելը, ես հասկանում եմ, որ սրանց Ես մի բան հարցնեմ, սուրբ հոգու տաճար լինելը, դա կենթանության օրոք, թե մահից հետո, այդ այնց մեր բացատրեք ես դա չգիտեմ։ Երբ որ մարդու վրա մյուրոն եմ ծսում, այդ մյուրոնը ճիշտ է, մահանալուց հետո հոգին դուրս է գալիս բնականաբար, բայց որպեսզի մենք այդ հարգանքը ունենանք այդ սրբության նկատմամբ, մենք բնականաբար պետք է հարգենք նաև այդ մյուրոնը, որ մնացել է մարմնի վրա։ Զուտ այսքանով, որ պետք է մյուրոնը մարմնի վրա Հիմա մենք ինչն եք պաշտում, հոգին թե մարմինը։ Մենք հոգին բախտը հոգին պաշտում ենք։ Դե կարող է ես սխալ կներեք ես ասացի քիչ առաջ, մենք ինչն ենք ավելի կարևորում, տենց ասեմ, դա հոգին թե մարմինը։ Միանշանակ հոգին։ Դե ուրեմն դիակիզարան գալիս։ Տեսնում եք չէ, գիտեք ինչ, դուք մի հետևած եք պրոբլեմը, ստեղ պրինցիպիալ հարցեր են, ստեղ պրինցիպիալ հարցը կայանում է նրանում, որ եկեղեցին, որին մենք բոլորս անդամներ ենք և հավատում ենք, պետք է հնարավորինս ճկունորեն հասկանա, որը որից հետո է ոչ թե գնա դեմ այսօրվա արդի պահանջներին, իմ ասածը դա է, գիտեք ինչ, գուցե դրա համար լավա, որ չկան լրագրողները, գուցե դրա համար լավաններն են ավելի շատ ասան, որ այդ դոգմատիկ բաները եկեղեցին արդեն պետք է մեկի, դա դոգմաներ են, եթե գիտեք այդ բառը ինչ է նշանակում։ Դա շնորհակալ եմ։ Դա կարողություն։ Դեք ինձ ատրեմ, այո, ես չեմ հասկանում, եթե կա քրիստոնեական ավանդություն։ Լավ, գնանք երկխոսության, գնանք, տեսնենք, հանդիպենք, որոշենք, փոխենք, ավելացնենք կամ ինչպես դուք եք ասում, դիակիզարաններ կառուցենք, կառուցեցինք այս ամենը։ Ես չեմ ասում կառուցեք, ես ասում եմ, որ մարդուն մենք պետք է տանք ընտրություն, դուք երևի ի տարբերություն ձեզ երևի ուշադիր չէիք լսում իմ ասածները, ընտրություն պետք է լինի։ Ամերիկայից բերած աջուրը կարանք դնենք հողը, այստեղ պետքա չլինի դա, ես դա չեմ հասկանում։ Մեր աղջիկը հարցնի լրագրողի եթե կարելի է, խնդրեմ։ Մի քիչ ներմայից դուրս էլի, իսկ ո՞նց է եկեղեցին վերաբերվում օրգանների փոխհաստատման ու ասենք մահացած մարդու օրգաններ վերցնելու եւ ուրիշ մարդկանց փոխհաստատելու պատրաստելուն։
կոնկրետ հայ եկեղեցին այդ հարցի վերաբերյալ հայ եկեղեցին կոնկրետ դիրքորոշում չունի, ասեն այդ ապատե հայ եկեղեցին պետք է ունենա դիրքորոշումը բոլոր հարցերի վերաբերյալ, այսօրվա արդի պահանջն է։ Գիտեք, ամեն մեկը եթե տեղից դուրս գա ու ինչ-որ բան ասի ու հայ եկեղեցին դրա վերաբերյալ ինչ-որ բան գրի, այդ ուր կետա կհասնի։ Բայց այսօրվա այս օրինակ մենք ունենք միայն ճուճուկ, ես դուրս կպատասխանեմ, եթե թույլ տա։ Խնդրեմ, արի։ Եթե գոյություն ունի լուրջ հատ, ես մենք տեսնում ենք կամ տիեզերական եկեղեցիներ, միայն հայ եկեղեցին չի, որ այս ամեն խնդիրների մեջ է։ Ասենք օրինակ կաթոլիկ եկեղեցին միլիարդավոր հետևորդներ ունի։ Այդ եկեղեցին մինչև հիմա այդ անօրգանական վիճակից դա տեսնենք, հա դիակից հող պատվաստման պրոբլեմը դեռ լուծում չի տվել։ Որովհետև խնդիրը հետևյալն է, դեռ համամարտկային չի, դեռ այն պարագան չի, որ արդեն պետք է պատասխանել այդ հարցին։ Այ օրինակ եթե ասեք սուրոգատ մայրությանը, հնարավոր է ասել մենք ունենք պատասխան դրա վերաբերյալ։ Եթե ասեք օրինակ ինչ է մտածում էվթանազիայի մասին, կասեմ ունենք, որովհետև Հայաստանում մենք տեսել ենք հիվանդանոցներ, որտեղ արել են էվթանազիաներ, ճիշտ է, հետո քրեորեն պատժվել են, բայց մարդիկ արել են։ Մենք ունենք այս խնդիրը, որովհետև Հայաստանը կանգնած այդ պրոբլեմի առաջ։ Իսկ ինչ մնում է դրսի հայերին, որ դրսում հայերը դիակիզվում են այստեղ չէ, դրսում այդ մարդիկ ապրում են շատ-շատերը, ցավի սիրտ շատ-շատերը, ապրում են ուրիշ պարագայում, լրիվ, ուրիշ արժեհամակարգում, լրիվ ուրիշ պատկերացումներում եւ այս պատկերացումներում իրենց համար ընդունելի։ Իսկ այնտեղի հայ եկեղեցականը ես ասացի արդեն ոնց է անում։ Գնում է տուն, կարգ անում է, եկեղեցում կարգ անում է, այլևս գերեզման չի գնում։ Սա եկեղեցու դեռ առաջին դիրքորոշումն է դեռ մինչև եպիսկոպոսական ժողով կգումարվի, եթե հանկարծ կարիքը զգացվի։ Այդ խնդրին պատասխան կտրվի։ Բայց ով պատասխան բաղով մի քիչ ավելի ծավալուն ասեք, էլի սուտքի ստոչքի լինի։ Փող պատմաստման առումով ինձ թվում է մահացած, եթե պիտի որ հետևեն, ասենք օրինակ ռուսների օրինակին, ռուսները այս հարցին տվել են դրական լուծում, իրենք են, քանի որ գիտեք, ռուսները ընդունում են դիակիզումը մեծամասամբ, ռուս եկեղեցականների մեջ հիմա մեծ ընդհարում կա այս հարցի շուրջ, ռուսները գնում են երկխոսության, ամեն դիակիզարանի շուրջ կառուցել են մատուրներ, այս պարագային նույնպես ձեր ասած պարագային։ Նրանք արդեն ասում են, որ մարմինը մահացած է, պիտանելիությունը կորցրել է, կարելի է եթե այդ օրգանը աշխատող է, կարելի է վերցնել դնել այն մարդուն, ով դրա կարիք ունի։ Ռուս եկեղեցին այս փոխզիջմանը գնացել է, որովհետև իրենք շատ լուրջ այս խնդրի առաջ կանգնած են։ Ոչ միայն մահացած մարդուց են փող պատվաստում։ Այո, նաև բայց այդ արդեն եկեղեցին չի ընդունում։ Կենթանի մարդուց օրինակ միայն այն երիկամը չի կարելի, թոքերը չի կարելի, որովհետև դա այդ մարդու օրգանն է և այդ մարդը ապրելու, գոյատևելու իրավունք ունի այնքան, ինչքան որ այն մարդը, ումով պետք է փող պատվաստի։ Խնդիրը շատ պարզ է այս պարագայում։ Իսկ եթե արյուն է պետք որևէ մեկին փրկելու համար, ով կարող է ասել մի տուր արյուն։ Այդտեղ որևէ խնդիր չկա։ Մարդը կարող է տալ արյուն, որոշակի սննդակարգ ունենալ եւ ինչ որ կարող է վերականգնել, կարելի է։ Իսկ որը եթե ասենք օրինակ եթե տալիս են երիկամը, մեկ երիկամով ինչքան գիտեմ, հստակ չգիտեմ, կներեք եթե սխալ բան, ինչքան հիշում եմ, միտեղ կարդացել եմ, որ ամենաշատ կյանքը 18 տարի է։ Չէ, ինչքան գիտեմ։ Կարող է սխալվում է, բայց դա այլ մարդիկ ով վիրահատված մեկ երիկամով մարդիկ կան դեպքեր, որ բավական երկար է։ Հնարավոր է, բան չունեմ ասելու, ես ինչ որտեղ կարդացել եմ։ Լիարժեք կարող չէ, ինքը ասում են լիարժեք։ Ինքը վերջնում է, նա վերցնում է ֆունկցիան, բոլոր զույգ պարն է օրգանը так называемый, մեկը մյուս օրինակ մի աչքը եթե չի տեսնում, մյուս աչքը կարող է լրիվ վերցնի այդ բանը, դա պետք է բժիշկ հրավիրեին, որպեսզի ավելի։ Իսկ ավելի չի կարճանում համեմատաբար, ինձ թվում է որևէ զգալի ինչ-որ բան կլինի։ Դա ոչ մեկ չի կարող։ Ֆունկցիոնալ խանգարումներ հնարավոր են լինել, ինչ չի թվում, որ դա այդքան լուրջ թեթև բան լինի ու մարդիկ բոլորը դեմ լինեն դրան, էլի։ Մարդ գողանան, որպեսզի երիկամ հանեն։ Եթե դա այդպես նորմալ մարդը կարողանար ապրել, Դե դա տրաֆիկինգն է, որ այսօր համաշխարհային պրոբլեմա, բայց դա ուրիշ տեղ է։ Իմ կարծիքով ոչ մեկ իր երիկամը միանգամից չի հանի, դա գիտես ինչ, անդուալ։ Չէ, երեխային տալիս է։ Բայց կարող է մոտիկին, ասեք չհամաձայնի շատ են դեպքերը։ Կարող է իրեն
Չէ, բայց դա չի թույլատրվում, տալը չի թույլատրվում։ Это делается подпольно։ Ռուս եկեղեցին կոնկրետ, ասում են, որ եթե խոսում ենք փաստերով, ռուս եկեղեցին կոնկրետ կառավարության մակարդակով այդ հարցին մերժողական լուծում են տվել պետական մակարդակով։ Հա, չի կարելի, եթե մարդը ապրում է ինքը իրավունք չունի, դա իր օրգանը։ Բայց եթե մահացած է, ու հնարավոր է, որ իր մի օրգանը օգտակար լինի ինչ-որ օրգանի, այդ դեպքում հնարավոր է։ Սուրական մայրությունը երրորդ միջնորդությունը Դրա համար եկեղեցին լուծում է առաջարկում ողջունությունը։ Հստակեցնենք դիակիզարանների թեման, հասկանանք վերջնական ինչ որոշման են գալիս։ Հիմա հարցը ուղղվում է երկու բանախոսին է։ Եկեղեցին է դեմ, որ դիակիզարան չունենք, ֆինանսավորում չկա, գիտականորեն վնասակար է, թե հոգեբանորեն մարդիկ պատրաստ չեն։ Խնդրում եմ հարցադրումներին անդրադառնանք վերջնական ամփոփված տեսքով երկու բանախոսին է խնդրում եմ Ման հարցնեմ, էլի դա պետական չի լինելու, չէ, բանը դիակիզարանը, մասնավոր է լինելու։ Օրենքը ընդունվել է, իսկ ով կկառուցի դա ուրիշ է։ Բնալ է, որ դիակիզարանների ստեղծում թույլատրել։ Այո, այս թվի, 2027-ին։ Դա լինելու է մասնավոր ընկերություն, ներդրող դիակիզարան կառուցում, ճիշտ է։ Հիմա եթե դա պահանջարկ չունի, ներդրող չի գա։ Այո, դե միջև հիմա դրամարել չի գա։ Ֆինանսավորում չկա, այդ պատճառով չի լինի ֆինանսավորումը։ Ահա, հիմա խնդիրը ավելի խորն է, եւ հոգեբանորեն, եւ եկեղեցին դեմ, այսինքն թեման չի բարձրացվում այնքան, որ հասկանանք, դա պետք է թե պետք չէ, մարդիկ պատրաստ են թե ոչ, եթե չկա թեմա չի արծարծում, մարդը նաեւ պատրաստ չի լինի բնականաբար։ Չէ, ես օրինակ ես ասեմ, ես բրիջ սոցիալցում եմ արել, այնպես սիտուացիա է ստեղծվել, որ մի խումբ կա եղավ, որ խոսում ենք մենք դրա մասին եւ ասենք թե թափոն բանի ժամանակ հարցնում են, եթե դիակիզարանները բոլորը միա վերանոսություն չի, ինչ ես խոսում։ Միջին սերնդի մարդիկ արդեն բիզնես, այդ ուղղությամբ բիզնես անել, այստեղ նպատակահարմար չի լինի։ Ճիշտ է, բիզնեսմենը ինքս բիզնեսմեն դրա համար բիզնեսմենն է, որ նա հասկանում է որտեղ ներդրումները կատարել։ Դրա համար դա չի բանանում, բայց իմ ասածը, իմ տեսակետը կայանում է նրանում ընդհանրապես, որ պետք է լինի եւ մարդ պետք է ունենա հնարավորություն ցանկացած այսօր արդի պահանջներով ցանկացած ծառայությունից դա իհարկե նա բան է ռետորական է որովհետեւ պետք է ունենալ շատ բան պետք է ունենանք այսօր էս է թեման որ նա ունենա եւ սա եւ նա եւ հասարակությունը նաեւ իր մոտեցումներ մի քիչ ժամանակակից մոտեցումները մի քիչ որ մտնեն մեր մեջ հասկանում եք իմ տեսակետը դա է որովհետեւ սարսափել գարշել կամ նատուրալիստորեն պատմել թե ոնց հայերքում կամ ինչա բանանում դա ինձ թվում է այդքան դա պետք չի մարդկանց Տիկին Ծատուրյան եւ իր գինը արժեքը կախված է լինելու այդ ծառայության պահանջարկից եթե 10 հոգի Հայաստանի դա կլինի $10,000 մեկ մարդ իհարկե ավելի իհարկե ինչ խոսք իհարկե մի հարց կարելի է ձեզ Դուք հոգեբանորեն պատրաստ եք ձեր Ես չեմ կարող պատասխանել այդ հարցին, քանի դեռ նման հարց չի առաջացել։ Հիմա եթե դուք մտածում եք, որ կարելի է մեկը գա բիզնես անել եւ այլն, ասենք այս խնդիրը առաջ քաշել ինչ որ լուծում տալ այդ տեսանկյունից, ուրեմն ինձ մոտ բնականաբար հարց է առաջանում։ Դուք եթե կանգնեք այդ խնդրի առաջ, հոգեբանորեն դուք պատրաստ եք այդ լուծմանը այս եղանակով։ Այդ սիտուացիայի մեջ չլինեմ, ես չեմ կարող ասել։ Դա շատ հեշտ է ասել հիմա քան գա սիտուացիան այն ժամանակ շատ վաղ բան դա մշակութային հարցեր են հասկանում եք այն մարդիկ ովքեր որ մամուս տեսել են ճիշտ է այն մարդիկ ովքեր որ զարգացել են եւ մեծացել են դուրսը որոնք որ փոքրուց դա տեսել են հասկացել են որ դա երիտասարդներ կամ իրենք ասում են շատ եմ լավ է այո հա հասկանում եք այդ այստեղ մշակութային հարցեր է մենք ուղղակի դրա հետ չենք առնչվել եւ իհարկե ինչ խոսք մենք ունենք շատ ուրիշ արդի հանրապետությունում խնդիրներ քան այս մեկը որ այսպես ինքը շատ բուրըն բան առաջացրեց բայց սակայն ես էլ եմ կրկնում այն մի բայ ասածը մի 15 րոպե առաջ որ գիտեք այս կարգի հարցերի հետևը շատ ուրիշ հարցեր են նաեւ բացվում այստեղ հարցը միայն դիակիզարանը չի հարցը ինչքանով ենք մենք համահունչ
արդի այսօրվա սիտուացիաներին հարցը դա է ըստիս Հասկանում եք, իսկ կոնկրետ կընդունեք թե չի կընդունեք, ես օրինակի համար հա ասեք, դա պարդան իդրապիչ է ճշտուն ասվածը, Այն որ ոնց որ ասեց, հա տատերին որ տանում էր մաման գնում էին Մոսկվա, հատուկ այցելում էինք, հա, այդ կրեմատորի կոչվածը ծաղիկը դնում էինք, բանը, ինձ համար դա փոքրուց տեսել եմ, ինձ համար դա սովորական բան է։ Հասկանում եք, եւ նա եմ տեսել, այն որ հողերը գցում են, այդ ձայները լինում են, բոլորը բանին անում, հետո այդ հողի վրա դնում են, այդ խմիչքը խմում են եւ դա եմ տեսել, հա։ Հետո շատ մարդիկ կա իրենց ցանկությունն է, որ ես չթաղեն այն դիակից։ Այո, ես չեմ ուզում ինձ տանել։ Մայրից ես կային վերջինը ամենահանրահայտ մարդկանց, օրինակի ամենա չէ, ուզում ասպես վերջերս։ Դա շատ մանր։ Հա, չէ, դրա համար ասեմ, եթե դա հանգուցալի ցանկությունն է, այս դեպքում այն դեպքում ասում ենք ցանկությունն է հողին։ Չէ, բայց այստեղ արդեն եկեղեցին արդեն իր ցանկությունը տա, բայց եկեղեցին իր դիրքորոշում ունի, մենք չենք կարող դա բան անել, այստեղ արդեն դա լավ բան։ Եկեղեցին իր դիրքորոշում ունի։ Ես երկու խոսքով ասեմ, ցավն է, որ մենք խնդրինես ասպեկտներով մոտեցանք, ճիշտ ասած ես դեռ ճիշտ է պատկերացնում, բայց մի խոսքով այդ արդեն էական չի։ Երկու բառով որ ասեմ թե ինչու ոչ կամ ինչն է պատճառը։ Ես տեսնում եմ այստեղ շատ էական մեկ խնդիր։ Հայ ժողովուրդը ինչ որ իրեն պետք է, այդ հարցերի համար միշտ գումարներ ճարում։ Այն հայ մարդուն որ պետք է ունենալ տուն, այդ մարդը տունը ունենում է։ Երբ որ այդ մարդուն պետք է ունենալ մեքենա, այդ մարդը ունենում է։ Ես համաձայն եմ, ես չեմ ասում Հայաստանում վիճակը շատ լավ է, բայց այդ այն հարցը չի, որ մենք կարողանանք այդ հարցին էլ փորձենք ստեղմել, հա, ինչ որ տեղավորել, ինչ որ արդեն իրոք տեղ չկա։ Պետք է ավելի շուտ իմ կարծիքով, եթե հարցնեին թե չգիտեմ, ես իմ կարծիքով չեն հասնի ձեր, բայց եթե հասնի, ես կասեի, որ եթե հնարավոր է, այնպես անենք, որ ամեն մարդու մի փոքր տեղ հասնի, թո իմ հնարավոր չի չհերիքի։ Դա ևս շատ ճիշտ առաջարկ եւ խնդիր է։ Այսինքն սխալ աշխատանքը փոխել, ոչ թե սխալ աշխատանքի հետևանքով հետո փորձել լրիվ ուրիշ բաներ։ Տարածքները ծառներ տնկեն, որի պատճառով ջուրը մաքուր մնա, որի պատճառով օդը մաքուր Դուք այնքան գլոբալ հարց եք բարձրացնում, որ ավելի հեշտ է դիակիզարան կառուցել եւ ընտրության հնարավորություն կա, քան այդքան Դա արժե ամեն ինչին հեշտին գնալ։ Հնարավոր է հեշտ է երրորդ։ Հեշտ է, այլ ավելի շուտ նա կլինի, քան նա կլինի, այդ եմ ասում։ Դա ուղղակի Ոչ մի բան չի, մենք տրադիցիոնալ գինք ոչ մի բան չի, ոնց որ կար, դից էլ կլինի։ Всё։ Իսկ հոգեբանորեն գերեզմանա տուն կդա։ Հա, այո։ Եվ դրան նպաստում է այդ մեծ գերեզմանատուն դառնալու, նաև մարդկանց մտածելակերպը, կենցաղը, դասիրակությունը ըստ հոգեբանի։ Գիտեք ինչ, ավանդույթները ավելի շուտ, մենք շատ ավանդապաշտ ենք և դա շատ լավ է, որ մենք ավանդապաշտ ենք, բայց մենք նաև ավրնակի համար չէ, նաև մենք սովորելու լիքը տեղ ունենք, տեսեք ճապոնացիները ինչքան ավանդապաշտ են, դրա հետ մեկտեղ իրենք նոր ինչ արագին վերցնում, բայց իրենց ավանդությունները պահում են։ Դա միայն իրենց օգուտ է։ Դե դրա մասին է խոսքը։ Հիմա իմ ասած ինչը որ մենք եք մնալու ավանդապաշտ, որտեղ մենք ունենք շշմելու բաներ, որը որ մեզ թույլ տվեց այս դարերի մեջ ավանդապաշտ։ Հաջան Ամենաբարձրն է, որ մենք շատ վատ հարցերում ենք։ Չէ, ես էսը չեմ կարող համաձայնել։ Մենք որ այսքան կարողացանք հարատևել, դա մեր ավանդապաշտությունից է։ Դրա համար եթե մենք նաև այդ նոր բաները, այդ ճկունությունը մի քիչ որ ձեռք բերենք ազգովի, հասկանում եք, դրա համար այս խոսակցությունը ինքը ավելի լայն խոսակցություն է, ըստ իս դա հայ մարդու հոգեբանության խոսակցություն է, ավելի քան դիակիզարանը կլինի կամ չի, բաշունը բան չի, դες առանձնապես ինքը արդի չէ, այ եթե մենք ճկունորեն նոր բաները վերցնենք, մենք вообще մեզ բան չի լինի, ևս քանի դար, հասկանում եք, այդ դա իմ տեսակետն է, հստակ։ Օրինակ կա ճապոնական տեսակետը, կա նաև օրինակ հրեական տեսակետը, տեսնում եք, ասենք Իսրայելի պետությունը, չէ՞։ Ինքը Հայաստանից մոտավորապես 3 անգամ փոքր է, 2.5 համարյա անգամ փոքր է, շատ փոքր պետություն է ու Իսրայելը մինչև հիմա կատեգորիկ դեմ է, որպեսզի դիակիզարան լինի։ Մի անգամ սարքել են, այդ գնացել են դիակիզարանն են կիսել, ոչ թե դիակիզարանում դիակիզար։ Դա այնքան լավ բան է։ Ինչի Իսրայելը մինչև հիմի չի դառնում գերեզմանատուն։
Ես խնդրում եմ հարցին Դե պատասխան։ որովհետև դա գիտեք ինչի, որտեղ իրար են տա։ Դե օրենքին ուշադրեք, առաջինը թողած օրենքը չկա։ Իրար վրայել են տալում, ախր դրա համար չի։ Սահմանողն է խախտում Իրար վրա։ Հա։ Դե ես ասում եմ եկեք մենք անդրադիր չունենք, եկեք դրան վերադառնանք, եկեք 200 տարի անցել է, կարող ենք ելք թաղել։ Չէ, բայց 10 տարի, 20 տարի հետո անում են այդ բաները։ Գնալ թաղումն է իրար վրա։ Դրա համար չի շատ, դուք որ ասում եք ինչի շատ, չի շատանում, դրա համար չի շատանում, բայց էդ էլ է, չէ՞ ասում եք բան։ Դուք ասացիք եկեղեցին ասում է 300 տարի հետո, 200 տարի հետո, բայց է շատ հաճախ եւ դուք շատ լավ գիտեք եւ ես ունեմ ամեն մեկս ունենք արդեն դες բարեկամներ ծանոթներ, երբ որ չանցած 10-15 տարի արդեն իրար վրա են դրանում։ Դե հա, հնարավոր է նաև։ Դրա համար Իսրայելը չի շատանում, դրա համար այնտեղ տեղը նույն Պերլաշիզը կամ ցանկացած եվրոպական գերեզմանատունը ինչ գումարներ է մի տեղը եւ առնում ես 5 տարով, 10 տարով, 15 տարով հավերժ առնելը ոչ մեկի գրպանին չէ, հետո այդ ոսկորները համում եւ շպրտում են եւ նորին է վաճառվում, այդ մոմենտները հասկանում եք։ Այնտեղ հայերի պես չէ, որ իրանց աղ ու պապերի համար գերեզման են միջը վերջ, թորների ու չգիտեմ ինչի համար գերեզման են վերջ։ Չէ, այդ մոմենտը որ անգուջալին չեն այնտեղ չեն մտածում։ Ուրեմն ինձ թվում է մենք առաջնային թողած անցել ենք։ Հա, դա ինքը ամենաարդի հարցը չի, Չէ, ոչ թե ամենաարդի հարցը, այլ եթե մենք ունենք ուրիշ լուծումներ, Չէ, ուրիշ հարց, ինձ թվում է մենք ուրիշ արդի հարց։ Շատ ավելի հարց է, դա այսօր է թեմա։ Որ դու ապրես, ոչ թե Այդ տեսեք արդեն սենց գնում ենք ինչքան թեմաներ է բացում, այս մի թեմա, ինքը պրովոկացիոնն է։ Ուրեմն, այո, բնականաբար։ Ինքը պրովոկացիոն է։ Ուրեմն, ամփոփելու համար ես ուղղակի խնդրում եմ բոլորիս, որ մինչև այդ հարցերում ինչ-որ որոշում կայացնելը, ես էլ կաղոթեմ, որ այդպես լինի, բոլորս ինքներս մեր քրիստոնեական հայացքներին ուշադրություն դարձնենք ևս մեկ անգամ, մենք պատրաստ ենք դրան թե ոչ, եթե պատրաստ չենք, ինչու պատրաստ չենք, եթե ամեն մեկս մեր մեջ այս հարցի պատասխանը փորձենք գտնել եւ պատկերացնենք մի պահ, որ մահանում է, ասենք բարոյական կողմով, հա մեր ծնողը, շատ բան չեմ ասում, մեր ծնողն է մահացած։ Ես օրինակ ուզում եմ տանեմ իմ ծնողին թաղեմ հազար ներողություն ախր քաղաքում, քան իմ ծնողին տանեմ Կիզարան։ Ես դրան հոգեբանում եմ, պատրաստ չեմ։ Որպես հայ հոգևորական, ես դրան պատրաստ չեմ։ Բայց այն դաժան տեսարան է, երբ որ տեսնում ես ոնց են դնում հողի տակ ու այդ հողը լցնում։ Նախ Սենց չի որ դա այնքան բան տեսար։ Ինչի՞ թվում որ դուք տեսած։ Հետո մտածում ես ինչ կարա լինի դրա։ Ինչի՞ թվում որ դուք տեսած ունեք, որովհետև դուք ինքական սեր ներկայացիչ եք։ Հոգևորական ասել չի եղել, չէ, բացի այդ ասել չի, որովհետև կան մարզեր, ես կոնկրետ հստակ ասում եմ, կան մարզեր, որտեղ դեռ այդ հրաշալի ավանդույթը, այսպես ասեմ, չկա, որ թույլ չտան կանանց տեսնել։ Ես տեսնում եմ կոնկրետ Տավուշի մարզում Շամշադինում նորմալ է կանայք կանգնում են, տեսնում են, այս վերջերս մի քիչ խստություն կա իհարկե հետ են ուղղում, բայց երեխաներ կանայք տեսնում են։ Եթե հոգևորական չկա հատկապես, այո, եթե չկա, հոգևորական չլինելու դեպքում ես այդ բաղադրի շեշտեմ։ Ասենք, եթե ամեն մեկը իր գործով զբաղվի, հարցերը շատ ավելի քիչ կլինեն, պատասխանները շատ ավելի սպառիչ կլինեն։ Եվ ինչի՞ եք դուք տարբերություն դնում, տղամարդը ինչ տարբերություն կինը կտեսնի, թե տղամարդը։ Քրիստոնեական տեսակետից ես այդ պատասխանում եմ։ Գենդերային շատ լավ հարցեր, այո։ Ես պատասխանում եմ գենդերային հարցին, ուրեմն գերեզմանափորը երրորդ արգանդն է համարվում քրիստոնեական պատկերացումներում։ Այսինքն այն արգանդը, որից դու ծնվում ես, այն արգանդը, որից դու մկրտվում ես, եւ այն արգանդը, որը դու մտնում ես, հարության համար, որ նորից դուրս գաս։ Տղամարդիկ որպես ադամորդիներ, այսպես ասեմ, տղամարդիկ որպես ադամորդիներ, պատասխանատվություն ունեն, որպեսզի իրենք անեն թաղման արարողություն, թաղման ծիսակը։ Դա շատ հոծան է, հոգեբանական հետևանք է թողում։ Բայց արդեն մարդիկ սովորել են, չէ՞ դրան։ Մարդիկ 1700 տարի Ուրեմն UN-ը մի բան ասեմ ու վերջացնենք, հա, որտեղ բանա UN-ը սրանից համարը 20 տարի առաջ նա ֆիլմ նկարահանեց Քյավառեցի կնոջ մասին, որի տղամարդիկ բոլորը արտագնային եւ իրանց ընտանիքը եղել էր գերեզմանափոր եւ այդ գերեզմանափորը դարել էր այդ կինը։
Դա նենց ազդեցիկ դուք շատ երիտասարդ եք, շատերը ձեզանից չէին ծվել, այդ ֆիլմը նենց առանձնապես для закрытого показа, ինքը նենց երբեմն տրենինգների բաներին մենք դրա մասին ասում ենք, բայց ցույց տալը այդքան չտարածվեց։ Այդ տեսեք, նաև այդ բաները կան, այսինքն սիտուացիան պահանջեց Ապարանում մենք ունենք հունց կանայք, սիտուացիան պահանջեց փոխվեց։ Ճիշտ ասած, դες բան չեմ։ Ապարանի գյուղերում ուրեմն դուք ձեր հողը այդքան լավ Չէ, ես ամենական վերացել եմ խոթունձի, բայց այնտեղ ես Դե ուրեմն այդ գյուղում դուք չեք եղել, այդ ձեր մյուս անգամ որ կաք, ասեք ես մի հատ տիկին ծավիրան եմ, գիտես, խելար ասեք, որ մենք հունց կանայք ունենք, ունեցել ենք, տեսեք ինչ են պատասխան։ Դե ունեցել ենք սովետական։ Մեր գյուղապետն է, ես Արտաշավանում գյուղ ունեմ, եթե գիտեք այդ գյուղը իրանչարան, մեր գյուղապետը ինձ դրա մասին ասրա, Ղազար անունով։ Ասեմ իմանալ, որտեղ դա իստոչիկ ինֆորմացիա եղող ակտիվներ է։ Հա, ուզում եմ ասել, որ չէ, ինչ եմ ուզում ասել, որ եթե սիտուացիան փոխվում է, չէ, մենք իմանանք այլ մի քիչ արդեն։ Սիտուացիան եթե փոխվում է, Դուք չէ, դուք։ Հա, դե всё։ Իսկ նաև ինչ որ բարոյական պետք է մեր այստեղ, որպեսզի այդ հարցին համակողմանի մոխություն կամ փիլիսոփա մասնագիտության Որովհետև ես իմ մասնագիտական հարցերից ոչ մեկի մասին հստակ չխոսեցի, բայց ես եկել եմ մասնագիտական հարցերով խոսելու, ես խոսեցի ավելի շատ թե մեր օրենքը ինչ է սխալ գործում եւ մենք ինչ այլ ընտրանքային տարբերակներ ունենք, իշման հաջորդ անգամ կազմակերպելիս այս ամենը հաշվի առնել եւ Տիկին Ծատունյանին ես ուզում եմ որ հնարավորություն տանք դրա հոգեբանական ասպեկտը ինձ համար շատ կարեւոր է իմանալ, ես այսօր չիմացա Ես ասեցի, որ ամեն մարդ իմ ասպեկտը նայել, ես ասեցի, ամեն մարդ ցանկացած արդի հարցում պետք է պետությունը, հասարակությունը ստեղծի հնարավորություն, որ այդ մարդը ընտրի իրեն ինչ է պետք։ Բայց այդ ընտրությունն էլ չէ ինչ-որ մեկի մարսած հետևանքով ընտրությունն է։ Եթե փիլիսոփայով են մոտենանք, Չհասկացա, ինչ մարսած է։ Տեսեք, դուք ասում եք ես ընտրել չէ՞ կա։ Այո։ Դուք եք առաջարկում ասել ընտրություն։ Այո։ Դա ձեր մտածածն է։ Ճիշտ է։ Կարող է ինձ պետք է մի այնպիսի տարբերակ, դուք սովորեք ուրիշի մտածածով ապրել, հա? Դուք ուզում եք ասել, որ ավելի լավ է ապրել ուրիշի մտածածով, ոչ թե սեփական։ Ես իմ ասածը օրինակով, Չէ, ճիշտ չհասկացա։ Չէ։ Ես ընդհանրապես ուրիշ բան է, էլի ասում, օրինակ վերեմ, դուք փորձեք մեր նայեք իմ ասածը դրա մեջ տեղավորել, բայց այդպես չի կարելի։ Ոնց որ բանի մեջ դուք որ խոսում եք, մենք մի քիչ չենք հասկանում դուք ինչ եք ասում։ Հիմա ուրեմն հստակ մտքեր շարադրելու խնդիր պետք է ձեզ համար բարձր, որտեղ այդ բանի հետ էլ մենք չհասկացանք, իմ մոտ էլ է տպավորությունը։ Լավ, իմ դա շատ նարկաման է։ Իմանայեք, ասում եմ ես կողա դիակիզարան չեմ ուզում, մեկ այլ տարբերակ եմ ուզում, դուք ինչ եք պարտադրում հենց դիակիզարանը։ Ես ասեցի ազատ ընտրություն, ժողովուրդ չեմ պարտադրել։ Չէ, դիակիզարանը չեմ ուզում, մեկ այլ տարբերակ։ Ես ազատ մարդ եմ, ոնց որ Եվրոպան իր համար է որոշել, ես էլ հայ եմ, ես եվրոպացի չեմ, ուզում եմ երրորդ տարբերակ։ Եկեք մտածենք երրորդ տարբերակ։ Բայց ինչի՞ դու Ասեմ երրորդ տարբերակ մարդիկ սառույցի մեջ դնում են մարդուն բարձրացնում են -700 աստիճան ու այդ դիակը փոշիանում է անկախ իրենից։ Եկեք այդ անենք բա։ Ինչի՞ չեք անում, Առաջարկեք, ես դրա մասին չգիտեի օրինակի։ Ուրեմն կնես մարդու երկու տարբերակի անձնական մարդկանց ըստ իրենց ազգային մենտալիտետի ես ձեզ խնդրում եմ։ Բուդդայականի համար, հինդուականի համար շատ նորմալ է։ Հինդուական կրոնում մարդը երբ որ ծնվում է, կա գլխա կափարիչ, գանգա կափարիչ, ըստ որի հոգին մտնում է այդտեղ, գանգա կափարիչը փակվում է, որից հետո պետք է մարդուն այրեն, որ այդ գանգա կափարիչը բացվի, հոգին դուրս գա։ Այդ մարդու համար շատ նորմալ է, ինքը կգնա Ինդոս կամ Գանգես գետում կդնի, իր դիակը կգնա միտեղ կմնա, կարող է չվարվել, եթե աղքատ մարդ է։ Փայտի վրա դնի, այդպես էլ մնա։ Հիմա ինքն ուրիշ տարբերակ է խնդրում։ Տեսեք այդ եվրոպական խնդիրները Հնդկաստանում արդեն քարե դարից կան։ Մինչև 1829 թիվը կնոջը ողջ այրել են մարդու հետ։ Եթե չէ, այդ մարդը սոցիալական ոչ մի դիրք չի կարող զբաղեցնել արդի աշխարհում։ Այդ մարդկանց մտածելակերպն է, այդ մարդկանց մենտալիտետն է, եկեք մենք իրենց չենք մեղադրում, իրենք էլ մեզ չեն մեղադրում, եկենք մենք մեր անենք, իրենք էլ թող իրենց անեն։ Բայց մենք չունենք մերը։ Դուք ունեք, խնդրում եմ, էլ մի ասեք չունեք, դուք ունեք, այո։ Չէ, այլ ընտրանքային տարբերակի մասին ա խոսում։
Թաղումը Լավ, ավանդական եկեք ամփոփենք թեման, վերջացնենք եւ իմ կարծիքով լիներ փիլիսոփա այստեղ նաեւ թե բժիշկ միևնույն է թեման վերջնական չէր ստանա ինքը շատ այո եւ կարծիքներ են հնչում, որի համար շնորհակալ եմ երկու բանախոսներից եւ հրաշալի կարծիքներ իհարկե երկուսի կողմից էլ համոզիչ է պակկար համաձայնվում է այս կողմից պակկարային այո կարծում եմ որ ստացված է շնորհակալություն շատ